Վրաստանում 2026 թվականին կբարձրանա կենսաթոշակները տարեց թոշակառուների համար, նշվում է 2026 թվականի բյուջեի նախնական նախագծում։ Ըստ նախագծի 70 և բարձր տարիքի անձանց թոշակը կաճի 45 լարիով և կկազմի 495 լարի, իսկ բարձրալեռնային բնակավայրերում 594 լարի, մինչև 70 տարեկան անձանց թոշակը կավելանա 20 լարիով և կհասնի 370 լարիի, իսկ բարձրալեռնային շրջաններում 444 լարիի։ Ընդհանուր առմամբ սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը կավելանա 800 միլիոն լարիով։ Ըստ այդ մեխանիզմի վճարումները պետք է ամեն տարի աճեն կախված տնտեսական գործոններից։ Մինչև 70 տարեկան թոշակառուների համար թոշակը ավելացվում է հաշվի առնելով գնաճը, իսկ 70-ից բարձր տարիքի քաղաքացիների համար գնաճը և տնտեսական աճի 80%-ը։ Ժողովուրդը արդեն գիտեիք, արտացել են, նոր ասացի, որ այդպիսի պենսիա ոնց որ Վրաստանն է բանան, ոչ մի պետություն չունի, ոչ Ռուսաստանն ունի, ոչ Հայաստանն ունի, են մյուս պետություններն այդքան էլ չգիտեմ ինչ կան իրանցը, բայց մերը տարոց տարի 70-ից բարձր բան ինագադի ունեն, որ ինչքան տարիքային հարաբերանքի, ինչքան տարիքը բանից անում, այդքան մարդիկ լավ է, որ թեգուս 20 լարի է, 10 լարի է, ինչ է, ավելացում կա ամեն տարի, դա մեծ շնորհակալություն է մեր պենսիոներների կողմից, ժողովրդի կողմից, որ ուշադրության մեջ է մեր ժողովուրդը Վրաստանի, այդ կարող եմ ասել։